կառավարում դաշտերում մեր կորուստները, մենք չենք կառավարում մեր տան կորուստները, այսինքն հաճախ երբ որ դուք գնում եք ռեստորան, սրճարան կամ տանը ճաշում եք կամ ընդմիջում եք, դուք սովորաբար սննդի որոշակի մաս մնում է, չէ՞ որպես ավելցուկ։ Նույնը տեղի է ունենում սուպերմարկետներում, նույնը տեղի է ունենում գյուղատնտեսական վատ տեխնոլոգիաների կիրառման պարագայում դաշտերում։ Այսինքն եթե մենք այսօր այդ էֆեկտը հաշվարկենք, ապա կարելի է ասել մենք պարենային անվտանգության հարցը լուծել ենք։ Այսինքն տեսեք, թեզ, որը 60-ական թվականներին բարձրացել էր, բայց տեխնոլոգիաները այդ թեզը լուծեցին։ Արդյունավետության բարձրացմանը, արտադրողականության ավելացումը ավտոմատացման շնորհիվ եւ նաեւ գիտական պոտենցիալը, տեսեք, գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը։ Դուք կարող եք վիճել դա լավ է թե վատ, բայց այնուամենայնիվ դրա արդյունքում մենք կարողացել ենք, մենք ասելով իհարկե երկիր մոլորակը կարողացել է ապահովել ավելի լայն զանգվածների, ավելի լայն շերտերի հասարակությունը եւ բնակչությունը համապատասխան սննդով եւ պարենային անվտանգությամբ։ Եվ իհարկե մենք որպես սպառողներ միշտ ընտրություն ունենք։ Դուք կարող եք գնել գենետիկայով մոդիֆիկացված սնունդ, դուք կարող եք գնել օրգանական պայմաններում աճեցված սնունդ, որտեղ գմոն արգելված է եւ այլն եւ այլն։ Բայց կարևորը այն խնդիրը, այն հարցը, որ բարձրացվել է 60-ականներին, լուծումը ստացա։ Մի այլ ուղղություն, որ ես կարծում եմ 3 շատ լավ համապարփակ ներկայացված է եղել, դա էներգետիկայի հարցը։ Նավթը կվերջանա, գազը ինչ ենք անելու մենք, ոնց ենք մենք պատրաստելու մեր սնունդը, ոնց ենք մենք տակացնելու կամ աշխատացնելու մեր գործարանները։ Այսօրվա ինձ թվում է գերմանական տնտեսությունը լավագույն օրինակներից է, ինչպես պետություն կարող է 40% իր էներգետիկ կարիքները բավարարի այլընտրանքային վերականգնողական էներգետիկայով։ Լինի դա արևային, լինի դա քամու, լինի դա գեոտերմալ եւ այլն եւ այլն։ Կարևորը տեխնոլոգիաները դրանց լուծումները տվել է։ Բայց հիմա ես շատ գովեցի տեխնոլոգիաները։ Նաև կցանկանայի անդրադարձ կատարեի տեխնոլոգիաների բացասական ազդեցության, որովհետև եւ այդ տեսանկյունից ես կուզենայի նայել երկու բաների։ Առաջինը դա ավտոմատացման եւ ռոբոտացման արդյունքում աշխատողների թվի կտրուկ նվազումն է եւ տեսեք, եթե մենք ուշադրություն դարձնենք այն տնտեսության սեկտորներին, որոնք առաջինն են հարվածի տակ ընկնելու, դա այսպես կոչված low skilled, հա, այն հմտություններ, լուրջ հմտություններ եւ գիտելիքներ չպահանջող աշխատանքներն են։ Սա մանրածախ բիզնեսն է, սա տրանսպորտն է, սա տեքստիլ արտադրությունն է, որտեղ ըստ էության նույն մարդիկ, նույն ավտոմատ գործողություններն են կրկնվող իրականացնում։ Տեսեք, ինչ վտանգի տակ ենք մենք կանգնած։ Այսինքն, եթե ես որպես գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու զգում եմ, որ բնակչության 40%-ը ամբողջ աշխարհում ներգրաված է գյուղատնտեսության մեջ, բայց գյուղատնտեսությունը այսօր առավել ինտենսիվ է նոր տեխնոլոգիաները կլանելով։ Մենք օրինակ որպես ձեզ ասեմ, եղել ենք դանիական մի հատ ձեռնարկությունում շուրջ 2 տարի առաջ կաթի արտադրության մեծ ձեռնարկություն էր։ Ինքը ուներ շուրջ 3000 խոշոր գլուխ եւ ինքը ուներ 2 աշխատող։ Ընդամենը, եթե նախկինում հարյուրավոր աշխատողներ են ներգրաված եղել այդպիսի ձևաչափով, այսօր ընդամենը 2-ն են։ Դրանցից մեկն էլ ծրագրավորող էր, այլ ոչ թե անասնաբույծ։ Տեսեք, այսինքն սա տրանսֆորմացիա է։ Ինչ մենք պետք է անենք այդ տրանսֆորմացիան զսպելու համար։ Ժամանակին նաև կարողանանք վերապատրաստում ապահովել այն բնակչության շերտերին, որոնք վաղը կամ մյուս օրը կհայտնվեն այդ գործազրկության շեմին։ Տեսեք, նույն շատ հասարակ օրինակներ բերենք բանկոմատները, հա։ Բանկոմատը նույնպես, կարծես թե հասարակ գործիք է, կարծես թե այս գործիքը միշտ մեր հետ է եղել, առավել եւս նոր սերնդի համար կյանք առանց բանկոմատի կարծես թե միշտ էլ պիտի բանկոմատը լիներ, չէ՞։ Բայց բանկոմատով ես չեմ ուզում թիվը սխալվել, բայց բավականին մեծ թվով մարդիկ զրկվել են իրանց առօրյա աշխատանքից բանկոմատները աշխատանքի անցնելուց հետո։ Սա իհարկե գործազրկության կողմից, բայց նաև շատ հետաքրքիր թեզեր կան անհավասարության մասով, որովհետև ինչպես գիտեք, այսօր մենք բոլորս ահազանգում ենք, որ ամբողջ աշխարհում ավելանում է այն, ինչպես ասեմ, տարբերությունը հարուստների, գերհարուստների, աղքատների եւ միջինների միջև։ Եվ ինչով է սա պայմանավորված։ Հրաշալի աշխատանք կա, որ դա նկարագրում է, եթե ժամանակ ունենաք, իհարկե ես խորհուրդ կտայի, որ այդ աշխատությունը կարդայք, Թոմաս Պիկետի «Կապիտալ в 21 վեկի», Կապիտալը 21-րդ դարում։ Այդ գրքում ինքը շատ հետաքրքիր թեզ է առաջ բերում եւ շատ հեշտ հասկանալու համար։ Ինքը ըստ էության ասում է, տեսեք,
մեր սովորական վարձու աշխատողների աշխատավարձը պայմանավորված է տնտեսական աճի միջին տեմպով։ Այսինքն համախառը ներքին արդյունք, հա, եթե վերցնենք տնտեսական աճ, ավելի հեշտ կոչեցված, հնայի է տոկոսային աճով, որը վերջի 30 տարիների միջին համախառն տնտեսական աճը ամբողջ աշխարհում կազմել է 3.2%։ Այսինքն բոլորիս որպես վարձու աշխատողներ, բոլորիս բարեկեցությունը պայմանավորված է եղել այդ աճից։ Եվ միջինով մեր աշխատավարձները կարող է ամեն տարի չեն բարձրացել, բայց եթե վերանայվել են, ավելացել են տնտեսական աճի տեմպին համահունչ։ Հիմա տեսեք, մի այլ թեզ, այն մարդիկ, ովքեր ունեն կապիտալ, սովորաբար հարուստները ունեն ինչ-որ ձևի կապիտալ, չէ՞։ Դա կլինի վարձակալությամբ հանձնած բնակարանները, դա կլինեն պարտատոմսերը, դա կլինի բաժնատոմսերը, որոնք մասնավորապես արևմուտքում շատ զարգացած է։ Դա կլինի փայերը տարբեր գործարաններում, արտադրություններում, դա կլինի ոսկու մեջ իրանց ներդրումները։ Համախառն, եթե մենք այդ ամեն ինչը գումարում ենք, ապա վերջի 30 տարիների մեջ կապիտալի միջին շահութաբերությունը եղել է 10.2%։ Ինչ ասա մեզ հուշում։ Մենք որպես վարձու աշխատողներ, մեր բարեկացությունը լավանում է 3.2%, միջինացված տարեկան։ Այն մարդիկ, ովքեր ունեն կապիտալ, իրանք հարստանում են տարեկան 10% աճով։ Եթե դուք վերցնեք դրա ավելի համապարփակ տենդենսը, ապա կտեսնեք, որ հարուստը հարստանալու է, աղքատը մնալու է նույն տեղում, որտեղ ըստ էության 3%-ը ավելի շատ զսպում ենք այն ինֆլյացիոն ռիսկերը, որոնք ամեն դեպքում մեր շուրջ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, քան ապահովում ենք որոշ շահութաբերություն։ Եվ տեխնոլոգիաների կիրառման հետ համահունչ նաև մենք պետք է իհարկե հաշվի առնենք, որ այն գործընթացներից, որ մենք խոսեցինք, որ մեքենաները կլինեն առանց վարորդի, հա, որտեղ եթե իհարկե դա դեռ իմ կարծիքով ոչ մոտակա տենդենս է, իհարկե փորձարկումներ տեղի են ունենում Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում, բայց ամեն դեպքում դրանց մասսայական կիրառումը դեռևս իմ կարծիքով մոտ 10 տարվա գոնե միջնաժամկետ պարագայում մենք չենք դիտարկել։ Տեսեք, թեկուզ ենթակառուցվածքների ներդրումների մասով, բայց ավելի հեռանկարում իրանք պատկերացնում են այսպիսի քաղաքներ, որտեղ դուք ուղղակի պարկած կլինեք, առավոտը վեր կկենաք, կասեք ինձ պետք է գնամ A կետից B կետը եւ ցանկացած մեքենա նույն գույնի կլինի, նույն ոճի կլինի, որտեղ միգուցե մենք ի վերջո դրան կգանք, էլի որ մեքենան կդառնա ոչ թե ինչ որ լաքշուրի, այլ իսկականից փոխադրամիջոց, որը անվտանգ ձեզ A կետից B կետը կտեղափոխի։ Եվ այդ ժամանակ դուք ուղղակի այդ Սիրիի նման գործիքի հետ կամ այսօր բոլորը արդեն իրանց գործիքները ունեն, չէ՞։ Հրահանգ կտակ, որ ես ուզում եմ A կետից B կետ գնամ։ Այսօր երևի թե յուրաքանչյուր մարդ ով ունի սմարթֆոն, առավոտը որ վերակենում, առաջի բանը որ նա անում է, այդ բանն է, չէ՞, սլայդ անում իր հեռախոսը, որ չգիտեմ, մեկը նայում է ումից է մեսեջ ստացել, մեկը եղանակն անում։ Դա էական փոփոխել է մեր ամբողջ վարքագիծը, ըստ էության։ Որովհետև առաջ մեկը վերեր կենում, չգիտեմ, վարժություններ անում մենք, ինչ որ բան անում ենք, բայց այսօր փոխվել է։ Եվ այսինքն այն հեռախոսը, այն գործիքը, որ դուք ամեն առավոտ օգտագործում եք, կարա այդ պահին ձեր վարքագծի վրա որոշակի ազդեցություն չէ ունենա։ Եվ այսօր խոշոր կամպանիաները, մասնավորապես այն կամպանիաները, որոնք նախկինում զբաղվել են ավանդական մարքեթինգով, իրանք հասկացել են, որ այն դարաշրջանը, որ մենք գեղեցիկ գովազդով կարող ենք որոշակի ապրանք, հյուրանոց, ծառայություն վաճառել, դա անցյալում է։ Մենք այսօր մտնում ենք խանութ առևտուր անելու, ես ասում եմ, բեր այս միկրոֆոնը առնեմ, բայց առաջի բանը, որ մտքից գալիս է, արի մի հատ այս միկրոֆոնը տեսնեմ Amazon-ում ինչ արժի։ Որ նայում եմ Amazon-ում ավելի էժան է, իմ մոտ ինչ-որ պայքար է սկսում, չէ՞։ Հետո ռիվյուներ ինչ ես, հետո այո, տենց այդ big data-ին ենք կպնում, էլի մենք ուզած կպնում ենք այդ big data-ին ինչ։ Ուզենք թե չուզենք։ Եվ երբ դու Ես հանդիպումից հետո անպայման խոսենք։ Բայց ռիվյուներն էլ են պետք։ Ու ռիվյուն կարևոր գործիք է դարել, չէ՞, նույնիսկ հյուրանոցները այսօր որ ընտրում են, նախկինում եղել են, որ մարդիկ գնում են Եգիպտոս, հայտնվում են մի վայրում, որ ասում են ես բացարձակ իմ ակնկալիքը չէ, բացարձակ նկարը չի համապատասխանում այն իրականությանը, որի մեջ ես հայտնվել եմ։ Եվ այդ պարագայում դու այսօր մտնում ես, համ նկարներն ես կարում նայես եւ ֆիդբեքն ես կարդում, այսինքն այն ինչ դու ուզում ես, դու ստանում ես այն word of mouth-ից, որ նախկինում եղել է ուղղակի եթե դու բախտի բերմամբ թե պատահմամբ այդ հյուրանոցում ինչ որ ծանոթներից հետ մեկը մնացել է, իմանում ես, եթե չէ դու
իզոլացված է այդ տեղեկատվությունից, այսօր այդ ամբողջ տեղեկատվությունը բաց է վերջի տարիների ընթացքում այդ էլեկտրոնային հարթակները շատ մեծ ազդեցություն են ունեցել մեր ամենօրյա կյանքի վրա։ Հարթակներից մեկը Uber-ն է ընդհանրենք։ Տեսեք ինչ է ինքը ըստ էության ստեղծել։ Մեծ ներդրում չի կատարվել, բայց համակարգ է դրվել, որին արագ միացել են շատ երկրներ, ստեղծվել են նաև այլ տեսակի համակարգեր, մենք մեր հայկականը ունենք, չէ, Ջիջին, Ռուսաստանում ենթադրենք Yandex-ը, եւ այդ պլատֆորմները հարցականի տակ են դրել տարիներ, տասնամյակներ շարունակ ձևավորված մի հատ բիզնեսի ավանդական մոդել։ Հա, այն British taxi, որ պետք է լինի safe, պետք է լինի հին, պետք է լինի անհարմար ու պետք է լինի շատ տանկ։ Հիմա դու ունես այլ ընտրանք։ Դու հասնում ես օդանավակայան եւ դու կարող ես քո տաքսին կանչել, որտեղ այդ պլատֆորմի հնարավորությունը ստեղծվել է։ Եվ այդ սահմանները, ավանդական պատերը ուղղակի քանդվել են, որովհետեւ նույն ինտերնետը, նույն թվային տնտեսությունը հնարավորություն է ընձեռնել մեզ այդ բոլոր գործիքներից հավասարաչափ օգտվելու։ Իհարկե նորից եմ ասում, կան երկրներ, որտեղ այդ էկոհամակարգերը շատ ավելի կայացված են, որտեղ այնտեղ նաև ձևավորվել են կլաստերներ, ինչպիսին է Հոլիվուդը, հա։ Եթե մարդիկ խոսում են Հոլիվուդից եւ հաճախ խոսում են ընդամենը այդ ֆիլմերի նկարահանումից, Հոլիվուդը իր հետևից տարավ երաժշտություն, տարավ համակարգչային գրաֆիկա եւ այլն եւ այլն։ Այդ Հոլիվուդի շուրջ կառուցվել է մի հատ շատ մեծ կլաստեր, որտեղ ներգրաված են իրանց էությամբ տարբեր բիզնեսներ։ Բնական է, այդ էկոհամակարգերում մրցակցությունը շատ ավելի բարձր է, բայց նաև եթե դուք հաջողվեք, նաև հաջողության կարելի ասել հավանականությունը ավելի բարձր է։ Բայց ամեն դեպքում այդ պատերը կարելի ասել ինչ որ չափով փլուզվում են։ Զուտ այսօրվա դրությամբ իմ կարծիքով մենք գտնում ենք շատ հետաքրքիր պատմության մի հատ շրջանում։ Այս շրջանը բերել է մեզ, մեր կյանքը դարձրել է շատ ավելի հետաքրքիր ու հեշտ, բայց միաժամանակ կան որոշակի վտանգներ, ինձ թվում է, որ ցանկացած նոր, այսպես հա, ասեմ, տեխնոլոգիական հեղաշրջման ժամանակ մարդկանց մեջ առաջացրել են։ Եվ միգուցե սերնդից սերունդ, երբ որ այս ինֆորմացիան պակաս ավելանա, որովհետև մի այլ շատ հետաքրքիր ուսումնասիրություն կար MIT-ի կողմից նորից կատարված, որտեղ ըստ էության այդ տեխնոլոգիաների արդյունքում գործազրկության մատնված մարդկանց մեծ մասը ադապտացվել է տնտեսության նոր ճյուղերին։ Եվ մասնավորապես նոր սերունդը, տեսեք այսօր եթե մենք թեկուզ նայենք թվային տնտեսության վրա, ապա կտեսնենք ինչքան ծրագրողներ, ինժեներներ եւ նոր մասնագիտություններ են ծնվել, որոնք ուղղակի 50 տարի առաջ ընդհանրենք չեն եղել։ Եվ դրանք փոխարինել են այն աշխատանքները ավանդական, որ մենք նախկինում արել ենք։ Միգուցե եւ մենք կապրենք այն դարում, երբ որ մենք ունենանք գյուղատնտեսությունը, ենթադրենք որպես սնունդ ապահովող, հա, կազմակերպություն, բայց որպես համախառն ներքին արդյունքի համաշխարհային ընդամենը 4%-ը, որը լինի ընդամենը ավտոմատացված։ Եվ ունենանք իհարկե միշտ կլինեն այն փոքր տնտեսությունները, որոնք մեծ արժեք կավելացնեն այն ձեռքի աշխատանք եւ այլն, որ միշտ արժեք կունենա էլի հասարակության մեջ, որովհետեւ այսօր տեսեք նույնիսկ հագուստ ընտրելուց մենք գիտենք, որ կան հագուստներ, որոնք շատ ռոբոտացված նույն ձևով միլիոնավոր միավորներով արտադրվում են, բայց միևնույնն է, կան դիզայներական աշխատանքներ, որ ամեն դեպքում ինչ որտեղ գտնում են շուկային։ Անդրադառնալով մեր տնտեսությանը, ես կարծում եմ, մենք հաշվի առնելով իհարկե մեր ուժեղ կողմերը, մեր եղած բնական ռեսուրսները նույնպես պետք է կատարենք ընտրությունը, ինչպիսի տնտեսություն եւ ինչպիսի կառավարման համակարգ ենք մենք ակնկալում։ Բայց այնուամենայնիվ մենք պետք է հաշվի առնենք եւ մաքսիմալ հասկանանք 2050 թվականը ինչպիսին կլինի, որպեսզի մենք էլ կարողանանք մեր երկրի դերակատարությունը տեսնենք։ Եվ շատ հասարակ ձեզ օրինակ բերեմ, ելի անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտ։ Եթե մենք այսօր խթանելու ենք ենթադրենք հացահատիկի արտադրությունը, բայց գտնում ենք, որ 2050 թվականին մեր չափի պետությունները կարող են մրցունակ լինել միայն բարձրաժեք գյուղատնտեսական ապրանքներ արտադրելու պարագայում, օրինակ միշտ օրինակն եմ բերում ասպարագուսի, հա, ծնեբեկի արտադրության Հայաստանում, որը ծնեբեկի, եթե մենք հասկանում ենք, որ մեր հողային ռեսուրսը սակավ է։ Այսինքն մենք այսօր կան իհարկե ավելի թանկ տեխնոլոգիաներ, կոչվում են հորիզոնտալ գյուղատնտեսություն։ Եվ որ դու մի քանի հարկ ես կառուցում, ամեն հարկը տարբեր մշակաբույս է արտադրում, բայց ընդդեմ ներդրումը հսկայական է։ Եվ եթե մենք ունենք սակավ ռեսուրսներ, մենք ինչպես պետք է այդ ռեսուրսները արդյունավետ օգտագործենք, որ ոչ թե վաղը մրցունակ լինենք, այլ մենք 2050 թվականին մրցունակ լինենք։